Բարի երեկո հարգելի հետևորդներ, այս պահին հրատապ եթերի անհրաժեշտություն է առաջացել, քանի որ համացանցում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ազգային անվտանգության ծառայությունը գործեր է հարուցել վաղարշաբթի ընտրություններում Մայր Հայաստան կուսակցության ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի եւ Դավիթ Կարապետյանի դեմ։ Նույնիսկ հրապարակվել են այսպես ասած սկրինշոթերը, այդ փաստաթղթերը, որտեղ երևում է, որ ԱԱԾ-ն գործ է հարուցել։ Մենք այս մասին խոսել էինք, մենք կանխատեսել էինք եւ շատ հետաքրքիր զուգադիպությամբ, երբ որ Գրիշա Հարությունյանը եւ Դավիթ Կարապետյանը բարձ դարձավ, որ մեր ցուցակն են գլխավորելու վաղարշաբթի ավականու ընտրություններում, սկսեցին իրավապահ կոչված մարմինները քրքրել համայնքապետարանները, գյուղապետարանները, որտեղ նրանք երկար տարիներ կառավարել են, եւ այդ քուջուճանելը, հոտոտելը փաստորեն ինչ-որ թղթի են վերածել։ Դավիթ Կարապետյանը 2001-2021 թվականներին է եղել ծաղկունքի ղեկավարը, իսկ Գրիշա Հարությունյանը դողսի ղեկավարն է եղել 2016-2021 թվականներին։ Շատ զարմանալի էր այդ հանգամանքը իհարկե, բայց նաև կանխատեսելի, որ հենց որ այդ մարդիկ պարզվում է, որ պետք է գրավեն, զբաղեցնեն մեր ցուցակի վերին հորիզոնականները եւ մասնակցեն վաղարշաբթի ավականու ընտրություններին, անմիջապես ԱԱԾ-ն փաստորեն անցնում է գործի։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է եւ ընտրություններից առաջ սա փորձ է ճնշումներ բանեցնել մեր դեմ, Մայր Հայաստանի դեմ։ Ես ասեմ, որ այս բոլորը մենք կանխատեսել ենք, այդ ամեն ինչին պատրաստ էինք եւ իրենց այդ քայլերը որևէ արդյունք չեն տալու։ Մենք այս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, սա քրեաքաղաքական հետապնդում է, սա Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով ճղճին քայլ է, որը իրականացվում է ընդդիմախոսների դեմ, տվյալ դեպքում Մայր Հայաստանի դեմ։ Սա ցույց է տալիս, որ իրենք անհանգստացած են ընտրության արդյունքներից եւ փորձում են այս կերպ իբր կանխել իրենց հնարավոր գահավիժումը։ Նախ ասեմ, որ Մայր Հայաստանը ամբողջությամբ սատարելու է այս process-ին, դա բնական է, նույնիսկ ասելու կարիք էլ չկար։ Եվ երկրորդը, մենք կոչ ենք անում ընտրողներին քաղաքական ապտակ հասցնել սրանց, եթե իրենք Մայր Հայաստանի դեմ այսպես են պայքարելու, եթե իրենք գործեր կարելով են փորձելու մեր դեմն առնել եւ փաստորեն ընտրողների կամքի վրա բռնանալ, ընտրողներին էլ վախեցնել, ապա դա պետք է հակառակ էֆեկտը տա։ Մենք կոչ ենք անում վաղարշաբաթցիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ թույլ չտալ, որպեսզի այս ուրացողների, գործ կարողների, սուտ մատնագրեր ներկայացնողների, սրբապիղծների, կեղծ պատարակ մատուցողների, ուրեմն գործողությունները պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան եւ մենք համոզված ենք, որ վաղարշաբաթցիները հենց այդպես էլ վարվելու են։ Գրիշա Հարությունյանը եւ Դավիթ Կարապետյանը հարգանք վայելող մարդիկ են, երկար տարիներ կառավարել են եւ եղել են ընտրովի համայնքի ղեկավարներ, այլ ոչ թե նշանակովի, ինչպես որ Նիկոլեն կարեցին 21 թվականից հետո, եւ նրանց իշխանություններին հանգիստ չի տալիս այդ հանգամանքը, փաստորեն իրենք որոշել են գործ կարել, մեր ունեցած տեղեկություններով նույնիսկ ավելի հեռուն են ուզում գնալ ընտրությունների նախաշեմին, այս բոլորը հակառակ էֆեկտն է տալու եւ ԿՊՆ-ն ու իր կցորդները պետք է իմանան, որ դա որևէ ձևով չի ազդելու մեր գործողությունների վրա, մեր դիրքորոշման վրա, մեր քարոզության վրա, ընդհակառակը մեր թիմը ավելի է մոտիվացվելու, մեր թիմը ավելի է ուժ գնացնելու քարոզարշավը եւ մեր թիմը ակնկալելու է
վաղաշապատցիների լրջագույն աջակցությունը եւ վաղաշապատցիները համապատասխան ապտակ պետք է տան, այսպես վռնդեն քաղաքացիական պայմանագրի վաղաշապատից, այնուհետև նաև ամբողջ Հայաստանից։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր կարգախոսներից մեկը այն է, որ իշխանափոխություն վաղաշապատում, իշխանափոխություն Հայաստանում։ Միացիր, որ փոխենք կարգախոսներ, միտված են նրան, որպեսզի այդ մյուս կարգախոսը կյանքի կոչվի, այնպես որ սիրելի վաղաշապատցիներ, դուք նոյեմբերի 16-ին պետք է կատարեք ձեր քաղաքացիական պարտքը եւ Նիկոլ Փաշինյանին ու իր խմբակին եւ նրանց կցված թուրքական 5-րդ Շարասյանը քերեք, մաքրեք եւ դուրս շպրտեք վաղաշապատի վրայից։ Այս սրբապիղծները Փաշազադեի հրահանգով հարձակվել են հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, ԱԱԾ-ին հիմա փաստորեն հարձակվել են տվել մեր դեմ, Մայր Հայաստանի դեմ։ Մենք գիտենք, որ երկրում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ եւ դա այն պատճառով է, որ բոլորն էլ չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը եւ գտնում են, որ դրանք թուրքական ու ադրբեջանական օրակարգ են սպասարկում։ Այսքանը, սիրելի հետևորդներ, մենք կհետևենք իրադարձություններին, պատրաստ ենք բոլոր տիպի զարգացումներին, վաղը առավոտյան կմասնակցենք իրական պատարագին մեր թիմով, Մայրաթոռում կմասնակցենք եւ որից հետո կշարունակենք քարոզարշավը այնպես ինչպես որ պլանավորել էինք, կայցելենք գյուղեր, հիմնական գյուղերում արդեն եղել ենք, մնացել են մի քանի գյուղեր, այդտեղ ենք անպայման այցելելու, հարգելի վաղաշապատցիներ, նախկինում արդեն Խոյ համայնքի բնակիչներ, մենք ձեզ մոտ ենք գալու, կարող եք գալ, հանդիպել մեզ, տալ ձեր հարցերը, ինչ վերաբերում է Գրիշա Հարությունյանին եւ Դավիթ Կարապետյանին, ապա նրանց ոգին բարձր է եւ որևէ խնդիր չկա, մենք սա գիտենք նույնիսկ ընտրություններից առաջ, որովհետեւ դեռ ցուցակը չներկայացրած արդեն հարձակվել էին նրանց վրա եւ իրենց կառավարման տարիներն էին իբր ուսումնասիրում, որպեսզի ինչ-որ բաներ գտնեն։ Իհարկե տեղեկություններ արդեն կային, որ հենց Գրիշա Հարությունյանը եւ Դավիթ Կարապետյանն են գլխավորելու մեր ցուցակը եւ հենց նպատակային հարձակվել են իրենց վրա եւ հանկարծ հիշել են, որ գյուղում պետք է ուսումնասիրություններ անցկացնեն, պատկերացնում եք Գրիշա Հարությունյանը, երբ որ բյուջեն ընդունել է դողսի, մնացորդը եղել է 85-86 հազար դրամ, երբ որ հանձնել է բյուջեն, արդեն 7-8 միլիոն դրամով է հանձնել, էլ չասած, որ տարեկան կտրվածքով ավելի քան 30 միլիոն դրամի բյուջեն կարողացել հավաքել դողսում հենց Գրիշա Հարությունյանի ղեկավարման տարիներին, թե դրանից առաջին չի եղել, կարող եք հետաքրքրվել։ Սա էր ասածս, լավ եղեք, մնացեք կապի մեջ, Մայր Հայաստանի դեմ այս ճղճիմ հարձակումները կանխատեսելի էին եւ որևէ բան չեն կարող փոխել մեզ մոտ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ինչպես թրքահապատակ քաղաքականություն վարել է, թրքահաբարո քաղաքականություն վարել է, շարունակում է վարել, այս ամեն ինչին մենք պատրաստ ենք եւ հիմա էլ ենք պատրաստ, բայց գլխավոր խոսքը վաղաշապատցիներին է լինելու, սիրելի վաղաշապատցիներ, մենք նոյեմբերի 16-ին ակնկալում ենք, որ դուք շատ բարձր մասնակցություն կցուցաբերեք ընտրություններին եւ կմերժեք քաղաքացիական պայմանագրին եւ ակնկալում ենք, որ ձեր ձայնը կտաք Մայր Հայաստանին, որպեսզի մենք կարողանանք մաքրել քաղաքացիական պայմանագրի եղած-չեղածը մեր սիրելի վաղաշապատի, մեր Սուրբ Էջմիածնի վրայից։ Առայժմ